Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որն մեզ հավաքել է իր սուրբ խորանոն, իր անարատ կերակուրները մեզ մատուցանելու։ Այսօրվա մեր սերտողության թեման է Եսայի 44-րդ գլխից սկսած։ Շատ օրհնյալ գլուխ է 44-ը, 45-ը, ուրեմն շնորհքի հոգի թափվելը, խորհուրդ էսի մկրտության զորություն հագնելն, ամեն, որ մվերի զորություն է գալիս եւ մարդիկ պտղաբեր ոստեր են դառնում, իրենք շատ պտուղներ են ունենում ու գնում են շատ հոգիների դարձի բերում, ամեն, այդ հոգի թափվելու մեջ մտնում է բժշկությունները, հրաշքները, տարատեսակ շնորհները, մարգարեության շնորհ, բժշկության շնորհ, իմաստության, հանճարի, հոգիները զանազանելու, տեսիլքներ տեսնելու, կողադուստը նստած ճանապարհին տեսնես, որ մարդը գալիս աստե, ամեն, ինչպես Պետրոսն էր տեսնում, որ դռան հետևից արդեն այդին թաղողների գալուստը մոտիկանում անում, ասել այդի թաղողները գալիս են, ու դելը դուռը փակ էր, բացեց, մտավ, ինքն էլ ընկավ Անանիայի կինը, Սափիրան, եւ նրան էլ տարան թաղեցին, դա արդեն շնոր ընկալած սուրբ էր Պետրոս առաքյալը։ Ուրեմն 44-րդ գլուխ, շնորհքի հոգի թափվելը, կռապաշտության հիմարությունը, Իսրայելը շնորհք եւ փրկություն է գտնում։ Ուրեմն 1-ից մինչև 5-ում ցույց է տալիս այդ շնորհքը, որ գալիս է ժողովուրդ ինչքան պտղաբեր եւ զորավոր եւ իմաստուն են դառնում, դրա մասին է խոսքը։ Եվ հիմա ականջ դիր, ով իմ ծառա Հակոբ, եւ ով Իսրայել, որին ես հավանել եմ։ Ուրեմն ում կհավանի Տերը, որն է բոլոր պատվիրանները պահում է Տերովն, ամեն։ Ով սիրում է Տիրոջը եւ նրա բոլոր պատվիրանները պահում է, հայրն ու որդին գալիս են ըստ Հովանու 14:21-23-ի։ Անոր մեջ բնակվում են եւ անոր միջոցով խոսում են, քայլում են, գործում են, բժշկում են եւ Իսրայելի Աստվածն է փառավորվում, ամեն։ Տերը հավանում է նրան, ով որ պահում է իր պատվիրանները Տերոջմով, Հիսուսով։ Եվ հիմա ականջ դիր, ով իմ ծառա Հակոբ, եւ ով Իսրայել, որին ես հավանել եմ։ Այսպես է ասում Եհովան, քեզ ստեղծողը, քեզ արգանդից կազմողը, որ քեզ օգնում է։ Մի վախենար, ով իմ ծառա Հակոբ, եւ ով Հեսուրան, հասկանում եք, էսի Հեսուրանը Հակոբին է վերաբերվում։ Իսրայել, այսինքն Իսրայել, Հեսուրան կարակ ցածրը գրված է, այսինքն Իսրայել։ Մի վախենարով իմ ծառա Հակոբ, եւ ով Հեսուրան, որին ես հավանել եմ, որովհետև ջուր պիտի թափեմ ծարավի վրա, ծարավով որ կարոտ այդ օրհնության ջրի, այդ վերի զորության մկրտվելուն, որին հավանել է Տերը, նրա վրա կթափի, որ նրա օրենքներով ապրում է եւ նրա պատվիրանները Տերով է պահում։ Որովհետև ջուր պիտի թափեմ ծարավի վրա եւ հեղեղները չորության վրա, ձեր չորացած սիրտը անապատ կդառնա։ Որովհետև ջուր պիտի թափեմ ծարավի վրա եւ հեղեղներ չորության վրա։ Ես պիտի թափեմ իմ հոգին քո սերնդի վրա եւ իմ օրհնությունները քո զավակների վրա։ Եվ նրանք պիտի ծլեն խոտերի մեջ, ինչպես ուրիները ջրերի վտակների մոտ։ Սա պիտի ասե այդ տվյալ անձը, ում վրա որ գալու է, ես Տիրոջն եմ, ամեն, ես Տիրոջն եմ պատկանում, Տիրոջ մեջ եմ, հինը հանե ու Քրիստոս եմ ակե։ Սա պիտի ասե, ես Տիրոջն եմ, նա պիտի Հակոբի անունովը կոչվի, եւ մյուսը իր ձեռքովը պիտի գրե, Տիրոջն եմ ես, եւ Իսրայելի անունովը պիտի մականվանվիմ, ամեն։ Ես Իսրայելացի եմ, ես Իսրայելին եմ պատկանում, Իսրայելի Աստվածը իմ Աստվածն է։ Մի խոսքով գրեք, Տերը իր հոգին թափում է շատ հոգով նվիրյալ եւ կատարյալ սրբերի վրա։ Դու ինչ ասում Պետրոսի թուղթը հաստատում այսի, որ քիչ մատեն նեղություն կրել են յետքը, ինքը պիտի գածես կատարյալն է, հաստատես, զորացնե ու հիմնե, ամեն։ Ուրեմն նա է ինձ կատարյալ արողը, զորացրողը, հիմնողը։ Նույնը Հովանու ավետարանում գրված է, եթե իմ բոլոր օրենքները պահեք, հայրն ու որդին կգան ձեր մեջ կբնակվեն ու ձեր միջոցով կգործեն։ Մի խոսքով, եթե դառնաք սուրբ անարատ տաճար,
Սուրբանարատ հայրն ու որդին կգան, սուրբանարատ տաճարում կբնակվեն եւ սուրբանարատ գործեր կատարելով կփառավորեք հորը որդու Հիսուսի անունով, ամեն։ Այդ գործերով պետք է փառավորեք հորը, ասում է, ինչ գործերը որից տվեցիր, ես քո փառքի համար կատարեցի, ամեն։ Հիմա փառավոր է հայր որդու դեմ փառքովը, որ նախքան ստե գալը երկնքում ունի, ամեն։ Փառավորեցի ու ալ նորեն պիտի փառավորեմ, փառք փառավորյալ Հիսուս Քրիստոսի։ 6-րդ խոսքից։ Եվ այսպես է ասում Տերը, Իսրայելի թագավորը եւ նրա փրկիչը զորացտերը։ Ես եմ առաջինը եւ ես եմ վերջինը, եւ ինձանից ջոկ Աստված չկա, էդի Եհովան, էդի Սուրբ Օքին, էդի Հիսուս Քրիստոսն, էդի Էմանուելն, Ադոնայն, Էլոհիմն, նա միակ Աստվածն է, տարբեր դարաշրջանում ի այդ եկած տարբեր անուններով, ամեն։ Երեքը մեկի մեջ ու մեկը երեքի մեջ։ Այսպես է ասում Տերը, Իսրայելի թագավորը, նրա փրկիչը զորացտերը։ Ես եմ առաջինը եւ ես եմ վերջինը, եւ ինձանից ջոկ Աստված չկա, եւ ով կա ինձ նման, որ կանչե, թող իմացնե եւ կարգադրե ինձ համար, իմ հավիտենական ժողովուրդ շինելուց հետո, թող ապագա բաները, որ կատարվելու են, իմացնե մեզ, մի զարուրիկ եւ մի վեհերիկ, չէ որ ես քեզ վաղուց լուր տվի։ Վաղուց ասել եմ ինչ պիտի լինի ու եղելա։ Այն ասածները, որ դարեր առաջ ասվում է ու այսօր կատարվում է, դա է միակ ճշմարիտ Աստվածը։ Ամեն։ Չէ որ ես քեզ վաղուց լուր տվի եւ ասեցի թե դուք իմ վկաներն եք, միթե ինձանից ջոկ Աստված կա եւ մեկ վեմ չկա, ես չգիտեմ։ Կուրք շինողների ամենքն էլ ունայնություն են, ով է կուրքը շինում, ասո արարած հիմար անխելք մարդը, ունայնություն է, դի ոչնչություն է, Աստված իրա հոգին վեկալա հող կդառնա, ամեն։ Կուրք շինողների ամենքն էլ ունայնություն են եւ նրանց ցանկալիքը շինած կուրքը, որ ցանկանում են, չէ որ շինում են, եւ նրանց ցանկալիքը անպիտան են, եւ իրենց վկաները իրենք են, ուր ուրիշ վկա չկա, երկնքից վկայություն չկա կուրքի մար, ամեն, իրանք հորինում են, իրանք շինում են, իրանք էլ ասում են էսի Աստվածը, բայց ինչ Աստված, որ հոգի չունի մեջ, եւ իրենց վկաները իրենք են, նրանք չեն տեսնում եւ չեն իմանում, որ ամաչեն, ով է, որ Աստված է շինում եւ կուրք է ձուլում, որ անպիտան է, ահա նրա բոլոր ընկերները, տեսեք այդ ովքեր էս բանը կուրքին շինում են, կուրքի ընկերները, կռապաշտների ընկերները, դրանց կռապաշտերին է վերաբերվում։ Ահա նրա բոլոր ընկերները, բոլոր կուրք պաշտողները, բոլոր կուրք շինողները պիտի ամաչեն, ամեն, չեն ամաչելու, որ համ շինել են, համ իրանք են մոլորվել, համ մոլորեցրել են հազարների։ Ահա նրա բոլոր ընկերները, կուրք շինողները եւ պաշտողները պիտի ամաչեն եւ նրա արվեստավորները իրենց մարդկանցից են, թող ժողվին ամենքը կագնեն, նրանք պիտի սարսափեն, ամաչեն միասին։ Երկաթագործը ածուխով շինում է տապորը եւ կրաններով ձևակերպում է նրան, ինչին, կուրքին, ստե տեսեք գրել եմ, երկաթագործը ածուխով, ձուլում եւ տապորով եւ կրանով պատրաստում է կուրքին, տապոր կրան, արդեն գիտեք, նորից կարակառնենք փաղագծի մեջ 12-րդ խոսքի կեսը ու նորից եմ կարդում ու շարունակությունը, երկաթագործը ածուխով, ձուլում եւ տապորով եւ կրանով պատրաստում է կուրքին, ամեն, շարունակությունը, եւ իր զորավոր բազուկով շինում է նրան, կուրքին։ Նա սովածանում էլ է եւ ոժը թուլանում, նա ջուր չի խմում եւ նվաղում է, մարդը թե սովածանա,
հոգնի, ջուր չխմի, կնվաղի, կթուլանա, կընկնի։ Նա Աստված չէ, որ առանց ուտել, առանց խմել միս զորավոր է Ավիտյանս Ավիտենից։ Ուրեմն նա սովածանում է եւ ոյժը թուլանում։ Նա ջուր չի խմում եւ նվաղում է։ Փայտագործը քաշում է լարը եւ մատիտով գծագրում է նրան, կուրքին, սա կռապաշտերին է վերաբերվում։ Ուրեմն 9-րդ խոսքից մինչև համարյա 22-րդ խոսքը խոսում է կռապաշտության հիմարության մասին եւ հորդորում է, եթե դառնան, փրկություն, ողորմություն կգտնեն Աստվածանից եւ ներում կշնորհի։ Ամեն։ Հիմա նորից կարդում եմ 12-ը ամբողջովին ու շարունակությունը գնում է։ 12-ի համարյա սկզբից։ Երկաթագործ ածուխով ձուլում եւ տապորով ու կրանով պատրաստում է կուրքին եւ իր զորավոր բազուկով շինում է նրան կուրքին։ Նա սովածանում է կուրք շինողը եւ ոժը թուլանում, նա ջուր չէ խմում եւ նվաղում է։ Փայտագործը քաշում է լարը եւ մատիտով գծագրում է նրան կուրքին, կուրքի քարտեզը գծագրում է։ Նրան շինում է դուրով եւ գծագրում կարկինով։ Պատկերացնում եք ինչքան հիմար է մարդը, որ ստուն է պաշտում։ Եվ նրան մարդիկ երկպարանքի պես շինում, մարդիկ գեղեցկության նման, որ տանը բնակվե, տան մի անկյունում դնում է իր հետ, նստում է իր հետ հլնում է։ Մեկն իրան համար կտրում է եղևնիներ ու շադիր, ինչքան հիմար է մարդը, որ այս բանը պատկերացնա էլ կուր չի պաշտի։ Մեկը գնում է անտառից իր համար եղևնի է կտրում բերում։ Մեկը իրեն համար կտրում է եղևնիներ եւ առնում է թեղոշ եւ կաղնի կապչունի սառը եւ ընտրում է իր համար անտառի փայտերից։ Նա տնկում է սոճին եւ անձրևը աճեցնում է։ Տեսեք, պատմում է կուրքի սկիզբը որտից է գալիս։ Եվ այսքան բանը լսելուց հետո մարդը հիմար պետք է լինի, որը տուն Աստված հրատարակի։ Նա տնկում է սոճին եւ անձրևը աճեցնում է։ Անձրևը ով է տալիս Աստված։ Ով է տուն աճեցնում Աստված։ Ով է տնկում Աստծո ստեղծած մարդը, տնկում ու ջերում։ Եվ նա մարդիս համար վառելիք է լինում, քարածուխի տեղ։ Եվ նա մարդիս համար վառելիք է լինում։ Եվ նա առնում է նրանցից եւ տաքանում, նաեւ վառում է եւ հաց թխում։ Էսի Հովսեայի պատմության մեջ էլ Եսայիս 44-ը կա, որ Հովսեայի պապը Մանասեն բացում, ասում է ընթերցի Հովսեա, եւ Հովսեան այդ տարիքին արդեն առողջ մտածելակերպ ուներ, ամեն։ Հենց այս հատվածն է Եսայի 44։ Նա վառում է եւ հաց թխում, Աստվածել է շինում նրանից, վառելիք դարձած փայտից, Աստծո աճեցրած ծառից։ Հասկանում եք։ Աստվածել է շինում նրանից եւ երկրպագում նրան։ Նա կուրք է շինում նրանից եւ նրան պաշտում։ Հիմար չէ այս մարդ։ Ախել չէ, մի կտորը վառեց, ըտով իր փորը կերակուրեփեց, խսկեց։ Այն մյուս կտորը սարքում ասում է, դու իմ Աստվածն ես, փրկիր ինձ թշնամուց։ Դու իմ Աստվածն ես, բուժիր ինձ։ Սա ուղիղ հիմարություն եւ անմտություն է։ Նորից կարդամ նաեւ վառում է եւ հաց թխում, Աստվածել է շինում նրանից եւ երկրպագում նրան։ Նա կուրք է շինում նրանից վառելիքից եւ նրան պաշտում։ Նրա կեսը նա այրեց կրակով, նրա կեսի վրա էլ միս եփեց կերավ, ինչքան մանրակրկիտ է բացատրում։ Խորոված խորովեց եւ կերավ կշտացավ։ Տաքանում էլ է եւ ասում. ահա տաքացա, կրակ տեսա, եւ նրա մնացածը իրեն կուրք Աստված է շինում նրան պաշտում, նրան երկրպագում եւ նրան աղոթք անում եւ ասում. փրկիր ինձ, որովհետեւ դու ես իմ Աստվածը, բայց փոքրատարով չաստվածը։ Ախել չէ, բայց ժամանակին մենք էլ ենք տենցել է ժողովուրդ, ցես մի հատ ժեշտի կտորը գցել ենք խաչը մեր վիզը փրկա խաչ ջան մեզի։
Խաչը չի կարա քեզ փրկի, խաչյալի, խաչի ճանապարհը քայլելով դու կփրկվես ու մինչև վերջ հին մարդից ազատագրվելով, ամեն, փառք ոչ թե խաչին, հապա խաչյալին, խաչին Տերն արե զորավոր, ամեն։ Նորից եմ կարդում 17 խոսքը, եւ նրա մնացածն իրեն կուրք Աստված է շինում, նրան պաշտում եւ նրան երկրպագում եւ նրան աղոթ կանում եւ ասում. Փրկիր ինձ, որովհետեւ դու ես իմ Աստվածը։ Նրանք էլ չեն իմանում, պատկերացնում ես կուրք սարքողները եւ պաշտողներն են հիմարացած։ Սատանան կուրացրել է նրանք էլ չեն հասկանում ինչ են անում, որտեվ զոմբի են դարը։ Ով գիրքը կարդում է, նա է խնդում, չէ, նա է հասկանում, ինչ անխելք ենք ելել մենք էլ ենք ժամանակին այդպես էլ է։ Դե հիմա մի զարմացեք այսօր այդ մոլերանտ կռապաշտին, որ առաքելական եկեղեցու քարերն ու խաչերն են լիզում այդ պղծազանների էլ թաթիկները։ Չեն ճանաչում, կույր են, ամենահեշտը կույր մարդկանցը մոլորեսներն, ամեն։ Նրանք չեն իմանում եւ չեն հասկանում, որովհետեւ ծեփված է նրանց աչքերը, տեսակ, փակա, որովհետև ծեփված է նրանց աչքերը, որ չտեսնեն, եւ նրանց սրտերը, որ չիմանան, եւ նա միտք չէ անում, այդ կռապաշտ, այդ կուրշինողը, կուրպաշտողը, նա միտք չէ անում, միտք չի առնում, եւ գիտություն չունի ու հասկացողություն չունի, հասկացա փառք ամենակարողին, որ մեզի գիտություն ու հասկացողություն տվեց եւ մեր կույր աչքերը բացեց։ Նա միտք չի անում, միտք չի առնում, որ սխալ է, եւ գիտություն չունի եւ հասկացողություն չունի, որ ասե։ Նրա կեսը լտե Հովսյան այդքան փոքր հասկանում ես, մա պապիկ էսի հիմարություն է անում, ոնց կարա այդ վարելիքին պաշտի մարդը։ Բայց ով էր Հովսային տվե մանկուց այդ խելքը։ Աստված, բայց պապիկի հոգևոր դասընթացները տալուց հետո Հովսյան մնաց հաստատուն, դրա համար ասում մանուկիդ կրթիր մանկուց, թեկուս կարողա մանկուց չուզելով այդ խոսքը մտնի, բայց այն մեծ հասակում վախ կբերի, որտեղ ցանվել է խոսքը։ Մի պատանյական շրջան կա 16-ից 26-ը, էդի անցնում է նոր մանուկները լուրջ հոգևորներ են դառնում։ Մինչև 10-12 տարեկանը մեր ահից, մեր աղոթներով մնում են ուղիղ։ Այդ 12-ից մինչև 26-ը նայած մանուկ ինչ փոփոխություններ ա կրում։ Կա մանուկ, որ խորը հոգևորի մեջ է խորանում, կա մանուկ, որ գնում աշխարհի մեջ մռմռում, նորա գալիս խորանում, ստանք ոչ ոք չի կարա, բայց դու քո երեխեքին ազնի տիրոջը ու կտեսնես տերը չի թողա փարախից դուրս, բայց քո աշխատանքն արա, որքան կարաս զրկի շատ բաներից, որ մանուկ Հովսեայի նման մնա տիրոջ օրենքների մեջ։ Չշեղվենք սերտողությունից։ Եվ նա միտ չէ անում եւ գիտություն չունի եւ հասկացողություն չունի, որ ասե։ Նրա կեսը ես այրեցի կրակով, նրա կայծերի վրա հաց էլ թխեցի, միս խորովեցի ու կերա, եւ մնացածը գարշելի բան շինեմ եւ փայտի կոճը պաշտեմ։ Հասկանում եք ինչքան պարզ է։ Նա այդ կուրշինողներն ու պաշտողները, նա փոշիի ետևից են գած, իրականում վերջում ինչա դառնում այդ եղևնափայտը, մոխիր, քամին էլ ցիրուցան անում ու հետքը չի երևում, բայ էդի Աստված, ինչպես Ռութի կինոյի մեջը, որ ասում է Մալոնը, ասում է, եթե քո Աստված է, իմ մի խղճ ու կարեստավորը քո ասու վիզը նորոգել է, կոտրվել էր, դրել եմ ուրով, մուրճով ծեծել եմ, չվել եմ, որ մնա քամին չքցի, եւ սա է իրականից Ռութի մեջ բան առաջացնում, ոնց իրականից է սնոտի մարդի մասով վիզը կամ կոտրված թևը նորոգի, այս իմաստությամբ պիտի բացատրես, դա ըստի աստվածիկ չէ, հələ մարդ մտուց զորավոր է, ինչպես ես մի քանայի ասեյավ խաչն է ես եկեղեցին պահում, ասի եմ ես հետում եմ խաչի մեջ զորություն, ասի խաչյալի մեջն է զորությունը, ասի հիմա ես գնում եմ այդ քո մոմերը վեկալ եմ գցեմ ոտքերից տակը տրորեմ, որ դու ասում ես մոմն ու խաչը զորություն ունի, խաչի թևն էլ թողում ես մուրճով ջարդում եմ, ասում ես գիժ աստուն չթողեք մտնի եկեղեցի, հասկանում եք, խաչն էլ զորություն չունի, մոմն էլ, ինչ որ ասեմ լամպուչկեն զորություն ունի, լուստրան, որը ստեղ կախված է զորավոր է եւ ձեզ կբժշկի։ Նույնը որ ասում են մոմը զորություն ունի, խաչը զորություն չունի, խաչը զորություն չունի, խաչի քարոզչությունը զորություն ունի։
Խաչի քարոզչությունը, որ Պողոս Արաքյալն ասում ամեն կքարոզեն խաչյալ Քրիստոս, ինչը որ գայթակղությունա փառասեր հրյաներին եւ հիմարություն էթանոսներին։ Խաչ կրել, խաչյալի ճանապարհը մինչև վերջ քայլել, դա է խորհրդանիշ։ Նա փոշի ետևից է ընկած ոչնչության։ Նրա խաբված սիրտը մոլորեցրել է նրան, եւ նա չի կարողանում իր հոգին ազատել այդ մոլորյալ վարդապետությունից, եւ չի էլ ասում էլի իր մեջ մոլորություն է երևիս, եւ չի էլ ասում թե մոլորություն չես ես հիմարության ետևից եմ վազում, իմ աջ ձեռքին է, շինածը հիմարություն է, այս ինչ եմ անում, ինչպես Նաբատյան Հերոբովամը հորթերը դրել շինեցան, էսի ձեր աստվածներն են։ Եվ մեկը չասել ես ինչ հիմարություն ես ասում, որտեվ թագավորն է ասում, կամ Աքազ թագավորը հրաման տվեց Ուրիա քահանային, սավ թազա սեղան շինի, Ասորեստանի սեղանը։ Բայց նա չասավ, այ եղբայր, այ թագավոր, էսի մոլորություն ես, ինչ ես անում, հեթանոսական կուրքերը բերում լստում ես Աստծո տաճարը, որտեվ նրանք մարդկաս փառքը Աստծո օրենքից, Աստծո փառքից ավել դասեցի։ Ամեն։ 21 խոսք։ Հիշիր այս, ով Հակոբ, եւ դու ով Իսրայել, որովհետեւ դու իմ ծառան ես։ Ես քեզ ստեղծեցի, դու իմ ծառան ես, ով Իսրայել, դու ինձանից չես մոռացված։ Ես մեկի պես ջնջել եմ քո հանցանքները եւ ամպի պես քո մեղքերը։ Դարձիր դեպի ինձ, որովհետեւ ես քեզ փրկել եմ, կներեմ ու կողորում եմ։ Հասկանում եք 9-ից մինչև 22-ի վերջը բացատրում է, որ կուր շինելն ու պաշտելը հիմարությունը, եւ այդ կուր շինողներն ու պաշտողները եթե դառնան Տիրոջը բժշկություն ու ողորմություն կգտնեն։ Ամեն։ 23 խոսքը խոսում է Տերը պիտի փրկե եւ ողորմե Իսրայելին հազարամյա թագավորության ժամանակ։ Տերը փրկելու է ու ողորմելու է Իսրայելին հազարամյա թագավորության ժամանակ։ Կարակ գրեք։ Ցնծացեք ով երկինք, որովհետև Տերն է արել։ Ցնծալով աղաղակեցեք ով երկրի խորքերը։ Ուրախալից ձայներ հանեցեք ով սարեր եւ ով անտառ եւ բոլոր նրա միջի ծառեր, որովհետև Տերը փրկել է Հակոբին եւ նա Իսրայելի մեջ փառավորված է, երբ հազարամյա թագավորության ժամանակ։ 24-ից 26-ը ինչ ասում Տերը։ Տերը պիտի հիմարացնե եւ պատժե անձապաշտներին, որոնք անձին են ապավինում այդ հավատացյալներին, եւ հաստատե իր սուրբ մարգարեների խոսքերը, որ իր սուրբ մարգարեն ինչ խոսել է իրականություն է դառնալ։ Ամեն։ 24-ից 26-ը դրա մասին է խոսում։ Այսպես է ասում Տերը, քո փրկիչը, քեզ արգանդից ստեղծողը, ես եմ Եհովան, ամեն բան անողը, երկինքը մենակ տարածողը ես եմ, ես ինքս ինձանից երկիրը ընդարձակեցի, որ ստախոսների նշանները փչացնեմ, ստախոսները սուտ մարգարեներն են, որ Տիրոջ անունով սուտ մարգարեություններ էին անում, ամեն, կարակ վերևը նշան դնեք ու գրեք, որ ստախոսների նշանները փչացնում եմ, եւ գուշակողներին հիմարացնում, որ իմաստուններին այդ սուտ իմաստուններին, անձին ապավինողներին, որ իմաստուններին ետ եմ դարձնում եւ նրանց գիտությունը հիմարացնում եմ, էլի ես իրանց ասածները հոդս եմ ցնդում ու սուտ են դուրս գալիս, որ հաստատում եմ իմ ծառայի սուրբ մարգարեները նկատի ունի, որ հաստատում եմ իմ ծառայի խոսքերը եւ իմ դեսպանների խորհուրդը կատարում, այո, ինչ խորհուրդ է տալում սուրբը կատարվում է, ինչ որ ասում է լինում է, դի Տերն է անում, ամեն։ Ասում եմ մեղք ես գործում պատժվելու ես, դի հաստատ լինելու է, այսօր չլինի վաղնա լինելու։ Հետի Տերը թույլ կտա, որ իր ծառայի բերանից ելած խոսքը արժեք ունեն արդեն մանուկը լսի եւ հնազանդվի, ամեն։ Որ հաստատում եմ իմ ծառայի խոսքը եւ իմ դեսպանների խորհուրդը կատարում, որ ասում եմ Երուսաղեմին թե պիտի բնակվիս եւ Հուդայի քաղաքներին թե պիտի շինվիք, այդ ավերակները պիտի շինվեն հազարամյա թագավորության ժամանակ։ Հուդայի քաղաքներին թե պիտի շինվիք եւ կանգնեցնում եմ նրա ավերակները,
որ ասում եմ հորձանքին, չորացիր այդ հորդարատ գետերին, եւ ցամաքեցնում եմ քո գետը, որ ասում եմ Կիվրոսին, թե իմ հովիվն ես, չէ որ Կիվրոսին վերցրել էր իրեն որպես գործիք օգտագործում էր, եւ իր բոլոր կամքը եւ իմ բոլոր կամքը նա պիտի կատարե, եւ պիտի ասե Երուսաղեմ, թե շինվիր, հիշեք նա հրաման տվեց ու գերությունից մարդիկ ետ գնացին եւ շինեցին Երուսաղեմը, որ ասում եմ Կիվրոսին, թե իմ հովիվն ես եւ իմ բոլոր կամքը նա պիտի կատարե, եւ պիտի ասե Երուսաղեմին, թե շինվիր եւ տաճարին, թե հիմնվիր, հիշեք Եզրասի ժամանակ, որ եկան, հետո Նեհեմիան եկավ, պարս պապատեց, հիշեք, որ Կիվրոս թագավորը այդ ժամանակ ասավ Եհովան անձի հրաման տվե, բոլոր գերիները ով փափագումա ետ գնա իր երկիրը եւ շինեն Երուսաղեմի տաճարը եւ թագավորի ու նրա որդիների մարել աղոթք կանեն, հեթանոս թագավոր էր, տեսեք այտենց էլ իմի մեր շուրջը կկաղրեն զորավոր մարդիկ եւ նրանք մեզ կօգնեն, որ իրանց ընտանիքների համար աղոթք կանենք եւ հավատում եմ, որ իրանք էլ պիտի մեկ օր դառնան Տիրոջը մեր բարեխոսությունները լսելով, ամեն։ Տերը կլսի մեր բարեխոսությունը ու դարձի կբերի բոլոր Տիրոջ գործին օգնող բարերարներին, որտեղ բարին Աստծո մեա, Աստված է իր սրտին դրե, հրամա է, որ օգնի իր օծյալներին։ Այսքանով ավարտեցինք մեր այսօրվա սերտողությունը Եսայի 44-րդ գլխի սերտողությունը։ Մնաք Տիրոջ անմարելի սիրո խաղաղության մեջ։ Ամեն։